Կատակ հեքիաթներ Ալդարկոսեի հնարքները Կիրգիզական հեքիաթ Ասում են, ժուկով ժամանակով Ջանիբեկ խանի իշխանության օրոք մի տղա է ծնվում։ Այդ տղայի անունը Չագոտա են դնում։ Դեռ փոքր հասակից նա աչքի է ընկնում իր խորամանկությամբ, հնարամտությամբ և մեկ էլ կատակասերությամբ։ Եթե ասենք որևէ տեղ գնալիս է լինում, ապա այնպես արագ է քայլում, որ քամին անգամ հասնել չի կարողանում։ Եթե պատահում է վիճում է մեկի հետ, ապա միշտ հաղթող է դուրս գալիս։ Նա աչքի է ընկնում իր համարձակությամբ և երբեք ոչ ոքից չի վախենում։ Շուտով մարդիկ նկատում են, որ Չագոտայը ճարպիկ խաբեբա է, բայց նա խաբում է միայն հարուստ ու ժլատ մարդկանց, դաժան խաներին կամ նրանց, ովքեր վատություն են անում մարդկանց և օգուտ չեն տալիս։ Աղքատ մարդկանցից նա ոչինչ չէր վերցնում, դեռ ավելին ինքն էր տալիս։ Բայերի գլխին չար կատակներ էր խաղում, ու նրա հնարքներին վերջ ու սահման չկար։ Բայց այդ բոլորը այնպես ճարպիկ էր անում, որ խեղճ մարդկանց սրտով էր լինում։ Այսպես անցնում են տարիները։ Չագոտայը դառնում է ջիգիտ, բայց մի բան է նրան տանջում։ Բեղ ու մորուք չի աճում, և մարդիկ սկսում են նրան Ալդարկոսե անվանել, որը նշանակում է անբեղ խորամանկ։ Հենց այդ անունով էլ նա ժողովրդի մեջ դառնում է հայտնի։ Օրերից մի օր շատ հարուստ բայերից մեկի որդին նորից խնդրում է թույլ տալ գնա շուկա։ Հայրը երկար ժամանակ չի ցանկանում որդուն թողնել, բայց հետո համաձայնում է։ Նրան մի լավ ձի է տալիս, հետը ճանապարհի համար ուտելիք դնում, 2 տիք կումիս, 20 հատ էլ լավ ոչխար է տալիս։ Հայրը դուրս է գալիս որդուն ճանապարհելու և խորհուրդ է տալիս. Որդիս, զգույշ կլինես, պահպանիր քեզ ու ոչխարներիդ, ոչխարները կտանես քաղաք և կծախես, շատ զգույշ մնա անբեղ խորամանկից, նրա դեմքին մազի նշույլ անգամ չկա, թե որ հանդիպես նրան ու զգույշ չլինես, նրա համար քեզ խաբելը դժվար չի, ու դու դատարկ կմնաս։ Հայրը վերադառնում է, իսկ տղան իր ոչխարները տանում շուկա։ Նա քաղաք է հասնում միայն երեկոյան, երբ շուկայում առևտուրը արդեն վերջացած էր։ Հենց այդ ժամանակ էլ նրան հանդիպում է անբեղ խաբեբան։ Որդիս, ասում է նա, արևն արդեն մայր է մտել, իսկ դու ոչխարներդ նոր ես շուկա քշում։ Ուզած-չուզած մինչև վաղը պիտի սպասես։ Տեսնում եմ, որ դու դեռ շատ ջահել ես և անփորձ։ Իսկ էստեղ գողեր ինչքան ուզես կան։ Գիշերիր իմ տանը, և դու վտանգից հեռու կլինես։ Սա երևի հենց այն մարդն է, որի մասին ասաց հայրս, մտածում է բայի տղան և հրաժարվում է։ Ալդարկոսեն ինչքան լեզու է թափում, փորձում է նրան համոզել, բայց չի կարողանում։ Տուն է գնում, բեղեր ու մորուք է կպցնում, գլխին չալմա է փաթաթում, սպիտակ խալաթ է հագնում, մի ճերմակ ձի է նստում ու նորից գալիս է բայի որդու մոտ։ Այդ ժամանակ մութը արդեն ընկել էր։ Ալդարկոսեն մոտենում է տղային և ասում. հայրդ ինչու է քեզ մեն-մենակ քշել շուկա, չէ որ շատ վտանգավոր է այստեղ։ Որդիս, ես մոտիկ եմ ապրում, գիշերիր ինձ մոտ, իսկ վաղ առավոտյան կօգնեմ քեզ, որ ոչխարներդ բերես շուկա ու լավ գնով վաճառես։ Տղան համաձայնում է։ Նրանք ոչխարները քշում են դեպի Ալդարկոսեի յուրտը և թողնում այնտեղ գիշերելու։ Հետո նրանք գնում են յուրտ։ Ալդարկոսեն հյուրին նստեցնում է պատվավոր տեղում։ Հետո փող է հանում ու տալիս կնոջը։ Պահիր, ասում է Ալդարկոսեն, այսօր շուկայում լավ ոչխար չճարեցի։ Բա ինչ անենք, իրար է անցնում կինը։
Հյուրին ինչով պիտի հյուրասիրենք։ Ասում ես, որ մեր հյուրը ոչխար է բերել։ Նրանից գոնե մի հատառ, իսկ վաղը շուկայում գինը կիմանաս և փողը կտաս։ Ինչ կա որ, ասում է բայի տղան, որ ոչխարը կուզեք վերցրեք, իսկ փողը կտակ վաղը։ Ալդարկոսեն անմիջապես մի չաղ ոչխար է մորթում, և տանտիրուհին մի համեղ ընթրիք է պատրաստում։ Մինչ միսը կեպվեր, Ալդարկոսեն բայի տղային գինի է խմեցնում ու սա խորը քուն է մտնում։ Ալդարկոսեն ու իր կինը, մինչ տղան քնած էր, քանդում են յուրտը, ունեցվածքը բարձում են ուղտերին, վերցնում են բոլոր ոչխարները և նստելով տղայի ձին գնում են այդտեղից։ Բայի տղան այդպես մինչև կեսօր մնում է քնած, իսկ երբ աչքերը բացում է, ինչ տեսնի։ Պառկած է բաց երկնքի տակ, իսկ շուրջը ոչ յուրտ կա, ոչ տանտեր և ոչ էլ իր ոչխարները։ Հիմա կգնամ ժլատ Չինարբայի մոտ ու ոնց որ պետքն է նրան դաս կտամ, մի օր որոշում է Ալդարկոսեն։ Չինարբայը շատ հարուստ է լինում, բայց սարսափելի ժլատ։ Աղքատից ավելի հեշտ էր մի ձի կամ էլ ուղտ խնդրել, քան Չինարբայից մի կում այրան կամ էլ մի բաժակ կումիս։ Ով նրա մոտ աշխատում էր, փող չէր ստանում։ Հարևան չէր սիրում նա, նույնիսկ իր յուրտը այլից հեռու էր դրել։ Նա յուրտի շուրջը չոր եղեգ էր փռել։ Հենց որ մեկը մոտենում էր յուրտին, եղեգնի խշշոցից Չինարբայը անմիջապես իմանում էր։ Այդ բանը Ալդարկոսեն էլ գիտեր։ Նա սկզբում ճանապարհը մաքրում է եղեգնից, անաղմուկ մոտենում է ու հանկարծակի մտնում բայի յուրտը։ Չինարբային այդ ժամանակ կրակի վրա ոչխարի գլուխ էր խորովելիս լինում։ Կինը աղիքները մսով էր լցնում։ Տղան ոչխարի միսն է կտրատում, հարսը խմոր էր հունցում, իսկ աղջիկը փասյան էր փետրահանանում։ Տեսնելով Ալդարկոսեին, բայը թաքցնում է ոչխարի գլուխը։ Բայբիչեն ոչխարի աղիքները փեշի տակ է պահում։ Տղան միսը ծածկում է ոչխարի մորթով, իսկ հարսը նստում է խմորի վրա։ Աղջիկն էլ ձեռքի փասյանը թաքցնում է իր ետևում։ Չինարբայի սրտով չի լինում այդ անծանոթ հյուրի հայտնվելը, բայց բավական ժամանակ է ինչ մարդու երես տեսած չեն լինում, և հարցնում է. որդի, ինչ կա, ինչ չկա։ Լսածս պատմեմ, թե տեսածս, ասում է Ալդարկոսեն։ Լսածները սուտ են լինում, ավելի լավ է դու տեսածներդ պատմիր, ասում է բայը։ Այդ ժամանակ Ալդարկոսեն ասում է. երբ ձեզ մոտ պետք է գայի, ճանապարհին մի մեծ գույնզգույն օձ տեսա։ Նա ոչխարի աղիքի երկարությամբ կլիներ, որ իր փեշի տակ թաքցրեց ձեր կինը։ Ես մի քար վերցրի, իսկ այդ քարը կլիներ ոչխարի այն գլխի չափ, որ դուք թաքցրիք։ Քարով խփեցի օձին ու այնպես տրորեցի, ոնց որ ձեր հարսն էր հունցում են խմորը։ Թե սուտ եմ ասում, կարող եք իմ գլխի մազերը մեկ-մեկ պոկել, ինչպես ձեր աղջիկը փետրում էր փասյանի բմբուլները։ Չինարբայը հասկանում է, որ հյուրն ամեն ինչ տեսել է։ Հոնքերը կիտում է ու մռայլված ասում. Ախ, որդյակ, ամա թե դուրս ես տալիս։ Իզուր չեն ասում, թե հիմարին մեծ բաժակով բան չտաս։ Թե քեզ այսօր հյուրասիրեմ, վաղն էլ կգաս։ Դրա համար էլ Չինարբայը երբեք չի հյուրասիրում։ Երևում է այնքան երկար լեզու ունես, որ կարելի է գետին նավլել։ Բայց մի կարծիր, թե կարող ես Չինարբային հաղթել։ Ինչ է, հետևիցդ հո կարմիր խնձոր չեմ ուղարկել, և պահանջել էլ չես կարող, քեզ ոչինչ պարտք չեմ։ Որ եկել ես, մի քիչ հանգստացիր ու գնա քո ճանապարհով։ Հեյ, բայբիչե, տեղը գցիր, քնելու ժամանակն է։
երբ բոլորը պառկում են, Ալդարկոսեն քնած ձևացնելով սկսում է խրմփացնել։ Այդ որ լսում է բայը, կնոջ ականջին ասում է. «Դե շուտ, վեր կաց, լսում ես, հյուրը ոնց է խրմփացնում, այդպես էլ մինչև լույս կխրմփացնի, կրակը վառիր ու եփիր ոչխարի միսը, եփիր, քանի դեռ քնած է, մենք մի կուշտ կուտենք»։ Բայբիչեն վառում է օջախը, կաթսան դնում է կրակին ու սկսում միսը եփել, եփում է ու հետն էլ դանթում։ Ալդարկոսեն զգույշ վեր է կենում տեղից, կաթսայից հանում է միսը, դնում իր պարկի մեջ, իսկ փոխարենը կաթսայի մեջ է գցում հարսի կոշիկները, բայի տղայի սապոգներն ու տաբատը, նաև բայբիչեի զգեստը։ Առավոտյան կողմ բայբիչեն զարթնում է և նկատում, որ կաթսան սառել է։ Նա նորից կրակ է անում ու ամուսնուն ձայն տալիս. «Դե շուտ վեր կաց, շուտով լույսը կբացվի, արի ուտենք, հետո էլի կքնես»։ Նրանք արթնանում են, արթնացնում են նաև որդուն, հարսին ու աղջկան։ Բացում են կաթսայի բերանը և ինչ տեսնեն, մսի փոխարեն մեջն ինչ-որ ցնցոտիներ են։ «Էս ինչ բան է», գոռում է Չինարբայը և զարմացած կնոջն է նայում։ Կինն էլ զարմացած նայում է նրան։ Նրանք գլխի են ընկնում, որ դա Ալդարկոսեի արած գործն է։ Կրակը հանգցնում են ու պառկում քնելու, բայց Չինարբայի քունը փախչում է։ Դառնում է կնոջն ու ասում. «Չէ, սոված քունս չի տանում, ինձ մի քիչ կարագ տուր, մեկ էլ պանիր»։ Բայբիչեն բաց է անում սնդուկը, այնտեղից կարագ պանիր է հանում, դնում ամանի մեջ, բայց Ալդարկոսեն խավարում աննկատելի ամանի վրա է դնում իր գլխարկը, ու բայբիչեն այդ բոլորը գլխարկի մեջ է լցնում։ Երբ գլխարկը լիքը լցվում է, Ալդարկոսեն վերցնում է ու նորից պառկում։ Բայբիչեն ամանը դնում է ամուսնու առաջ, հավատացած, որ մեջը կարագ ու պանիր է, բայց Չինարբայը ամանի տակին միայն մի կտոր պանիր է գտնում ու կատաղած դառնում կնոջը. «Ախ դու ժլատ պառավ, ինչի ես այսքան քիչ տալիս»։ Սոված Չինարբայը վեր է կենում ու յուրտից դուրս գալիս։ Նա Ալդարկոսեի դեմ շատ է բարկացած լինում, որ իրեն այդպես խաբել է, և մտածում է, թե ինչպես վրեժ լուծի այդ խորաման քյուրից։ Տեսնում է, որ Ալդարկոսեի ձին կապված է ծառից, որոշում է ձիու փորը թափել։ Ալդարկոսեի ձին Չինարբայից երից տարբերվում է միայն նրանով, որ ճակատին սպիտակ խալ է ունենում։ Բայց բայի մոտ գալիս, Ալդարկոսեն ածխով ջնջում է այդ խալը և կավճով բայի ամենալավ նժույգի ճակատին նման մի խալ է նկարում։ Նա այդ անում է հենց այնպես, լավ իմանալով Չինարբայի ստոր բնավորությունը։ Լույսը դեռ չբացված, խավարում բայը չի ճանաչում իր նժույգը։ Կարծելով, թե դա Ալդարկոսեի ձին է, դանակի մի հարվածով ճեղքում է նժույգի փորը և մտնում յուրտը։ «Ինչ մարդ ես, որ այսքան երկար քնում ես»։ Հանդիմանում է բայը Ալդարկոսեին։ «Նույնիսկ ձիուդ չկարողացար լավ պահել, խեղճը մի ցցի է դիպել և փորը պատռել է։ Վեր կաց գոնե մորթիր, միսը պետք կգա»։ Ալդարկոսեն տեղից վեր չի կենում։ «Թե որ ձին սատկել է, ուրեմն տեղն է, թարմ միս, կուտենք», փնթփնթում է նա իբր քնի մեջ է։ «Բայց տես հա, թե որ ձիու ճակատին խալ կա, ուրեմն ձին քոնն է, իմ ձիու խալը ածխով ջնջել եմ»։ Վախեցած Չինարբայը վազում է սպանված ձիու մոտ և քանի որ լույսը արդեն բացվել էր, տեսնում է, որ իր ձին է։ Բռնում է գլուխը և կատաղությունից քիչ է մնում լաց լիներ։ Մյուս օրը Չինարբայը գործով գնում է քաղաք։
կինը ճանապարհի համար ցորենից մի մեծ բաղարջ է թխում։ Մոխրի մեջ եփած բաղարջը տակ ներս է բերում։ Որպեսզի խորաման քյուրը բաղարջը չնկատի, բայբիչեն ամուսնու ծոցն է դնում։ Բայց Ալդարկոսեն դա նկատում է ու որոշում է բային ամբողջ օրը սոված թողնել և մոտ վազելով ասում է. «Բայ, ես էլ եմ գնում, շնորհակալ եմ գիշերելու տեղ տվեցիք, հետո էլի կհանդիպենք»։ Այս ասելով նա գրկում է բային ու սեղմում իրեն։ Տաք բաղարջը սկսում է այրել բային, նա չի դիմանում ու գոռում է. «Անիծյալ բաղարջ, շամ բաժին լինես»։ Բայը բարկացած ծոցից հանում է բաղարջը ու դեն գցում։ Ալդարկոսեն նրան իր գրկից բաց է թողնում, վազում ու արագ վերցնում է բաղարջը։ Շներին տալու փոխարեն ավելի լավ է ես կուտեմ, ասում է անմորուս խորամանկը։ Ալդարկոսեն մի անգամ շուկա է գալիս ու այնտեղ հանդիպում մի հարուստ բայի։ «Տեր իմ», ասում է Ալդարկոսեն, «երևում է դու լավ մարդ ես և շատ էլ անասուններ ունես, բայց ոսկի ու արծաթ երևում է քիչ ունես։ Ոսկին ու արծաթը կերակրելու կարիք չունեն, թե որ լավ պահես, իրենց համար կմնան մինչև որ պետք գան։ Այ դա է իսկական հարստությունը։ Դու հարուստ ես, իսկ ես քեզանից ավելի հարուստ եմ։ Քո հարստությունը իմ մի չորրորդ մասն էլ չի։ Երբ քոչում եմ, իմ ոսկին ու արծաթը 6 ուխտաբեռ է լինում»։ Ալդարկոսը մի քիչ լռում է, հետո ավելացնում. «Դու 50 ուխտ ունես, 300 ձի ու 1000 ոչխար։ Բան է պատահեց ու ձմեռը երկարեց, ինչ կանես։ Ախր բոլոր անասուններդ կկոտորվեն։ Բայ, ուզում եմ քեզ լավություն անել։ Արի քո անասունները ոսկու հետ փոխիր»։ Բայը ուրախանում է ու համաձայնում. «Ձիդ ինձ տուր, և ես անմիջապես քեզ ոսկի կբերեմ», ասում է Ալդարկոսեն։ Վերցրու, ձիզ մի քիչ թամբալ է, մտրակս էլ վերցրու, ավելացնում է բայը։ Ալդարկոսեն նստում է բայի ձին և թե դրել ես, արի ու տար։ Ժամանակով լեռներում 2 բայ են ապրելիս լինում, որոնք աշխատում են մարդկանցից հեռու լինել, որ ոչ ոք ոչ ոքի չօգնի։ Մեկի անունը Կոչեր բայ է լինում, իսկ մյուսինը Կոպչեզ բայ։ Կոչեր բայը մեծ ընտանիք է ունենում, բայց անասունները քիչ են, իսկ Կոպչեզ բայը ընդհակառակը փոքր ընտանիք է ունենում ու շատ անասուններ։ Օրերից մի օր Ալդարկոսեն որոշում է սրանց մոտ գնալ։ Նա ճանապարհին մի գայլ է տեսնում։ Բայերին ու խաներին շատ եմ խաբել, բայց գայլի չէ, արի մի ես գայլին խաբեմ, մտածում է Ալդարկոսեն ու ընկնում գազանի ետևից։ Գայլը փախչում է լեռնային կիրճերով, բայց Ալդարկոսեն նրանից պոկ չի գալիս։ Գայլը հոգնում է, բայց Ալդարկոսեն շարունակում է հետապնդել։ Գայլը բոլորովին հալից ընկնում է և ճանապարհին մի որջ տեսնելով մտնում մեջը։ Ալդարկոսեն որոշում է գայլին կենդանի բռնել։ Պարկը ոլորում է և դրանով փակում որջի մուտքը։ Հենց այդ ժամանակ մի մարդ է մոտենում ու հարցնում այսպես. «Ալդարկոսե, էս ամայի անբնակ տեղում ինչ ես անում»։ Ալդարկոսեն բարձրաձայն պատասխանում է. «Որջը մի գայլ է մտել։ Գայլը ասում է, թե դուրս չի գա, բայց ես ուզում եմ նրան անպայման կենդանի բռնել։ Մեր տուն գնա և կնոջս ասա, երբ 3 ամիս հետո տղա ունենա, թող անունը Սալամաթ դնի։ Երբ 9 տարին լրանա, թող ինձ մոտ ուղարկի։ Մենք երկուսով գայլին անպայման կբռնենք»։
Այս լսելով գայլը վախենում ու որոշում է որջից դուրս փախչել, բայց ընկնում է պարկի մեջ։ Ալդարկոսեն անմիջապես կապում է պարկի բերանը, շալակում ու այդպես գնում Կոպճեզբայի մոտ։ Ալդարկոսեն գալիս է Կոպճեզբայի մոտ, հարգանքով գլուխ է տալիս և լուռ նստում։ Կոպճեզբայը պատասխանում է նրա ողջույնին և հետը սկսում զրույց անել։ Վաղուց է ինչ ինձ մոտ մարդ չի եկել, ասում է նա։ Անկոչ հյուրը ուրախություն չի բերում, իսկ այնպես չեն գալիս, քանի որ ոչ ոքի չեմ հրավիրում։ Բայց դու բարի դեմք ունես, անունդ ինչ է, ուր ես գնում։ Շալակիդ պարկ կա, ուրեմն հեռու տեղից ես գալիս։ Փառք ու պատիվ քեզ տերիմ, պատասխանում է Ալդարկոսեն։ Տեսնում եմ, որ մեծ հարստություն ունես, բայց ես էլ հայտնի մարդ եմ, անունս Ակիրբա է։ Մի կարծիր, թե օգնություն խնդրելու համար եմ եկել։ Իմ պարկի մեջ մի սպիտակ ոչխար կա, ինձ համար երկնքից է ընկել։ Դրա զորությամբ ես կարող եմ հարստացնել նույնիսկ մի այնպիսի բայի, ինչպիսին դու ես։ Եթե իմ այս ոչխարին գիշերով գցենք քո ոչխարների մեջ ու դուռն էլ ամուր փակենք, ապա բոլոր ոչխարներդ մի գիշերվա մեջ այնքան գառ կունենան, որ քո հոտը կրկնակի կշատանա։ Իմ ոչխարը այնքան էլ թանկ չի, եղած չեղածը 500 ոչխարով կտամ։ Կոպճեզբայի աչքերը ժլատությունից վառվում են։ Հեյ, այ Ակիրբայ, այդ ոչխարը ինձ ծախիր, քեզ 500 ոչխար կտամ և էնպես կհարստանամ, որ ոչ ոք ինձ հետ ոտք մեկնել չի կարողանա, ասում է նա։ Ալդարկոսեն գայլին պարկով տալիս է բային։ Փոխարենը 500 ոչխար է ստանում ու բռնում տան ճանապարհը։ Իսկ Կոպճեզբայը անհամբեր սպասում է մութը ընկնելուն։ Հենց մութը ընկնում է, թե չէ, պարկը տանում է փարախ, թողնում է սպիտակ ոչխարին և դուռը ամուր փակում։ Կոպճեզբայը յուրտ է վերադառնում և պարկում քնելու, այն հույսով, թե վաղն առավոտյան անթիվ անհամար ոչխարներ կունենա։ Իսկ գայլը քաղցած էր։ Մինչ լույսը կբացվեր, ինչպես պետքն է, բայի ոչխարներին ուտում է։ Կոպճեզբայը փարախից աղմուկ է լսում և ուրախանում է մտածելով, թե այնտեղ իր ոչխարները շատանում են։ Առավոտ վաղ նա փարախ է մտնում և ինչ տեսնի։ Բոլոր ոչխարները կոտորված թափված են, իսկ սպիտակ ոչխարի փոխարեն այնտեղ մի գորշ գայլ է թափառում։ Կոպճեզբայը անմիջապես գլխի է ընկնում, որ դա խորամանկ և անորսալի Ալդարկոսեի արարքն էր։ Այսպես անմորուս խորամանկը, որին ժողովուրդը Ալդարկոսե էր ասում, պատժում է դաժան բայերին, նրանց ժլատության և ընչաքաղցության համար։